Հայաստանի Հանրապետությունում կան մարմիններ, անվտանգության խորհուրդ, արտաքին հետախուզական ծառայություն, ազգային անվտանգության ծառայություն։ Հա, պաշտպանության նախարարությունը կա, պաշտպանության նախարարությունը իր տեղում է, բոլոր ռիսկերը գնահատվում են։ Այսինքն դուք երբ որ գնում եք, ինչ մեսեջ է, տեսեք, պարոն Պապիկյան, դա շատ ուշագրավ մեսեջ է մեր Մեսեջը մեր հասարակությանը, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է։ Պարոն Պապիկյան, 2021 թվականից հետո Պարոն նախարար 2021 Ես ձեր հարցին պատասխանել եմ։ Քանի որ հավելում եղավ դուք Պարոն նախարար Պապիկյան Իրան ինչ օրակարգով եք եւ արդյոք քննարկվել է Այնինչ հրապարակման ենթակա էր, հրապարակվել է։ Այնինչ հրապարակման ենթակա էր, հրապարակվել է։ Պարոն նախարար ուրիշ Բայց ժամանակ է ասել մեզ Ես հարց չեմ տվել, ես ցանկանայի վերջերս վարչապետը Սյունիքում կարծեմ հայտարարեց, որ զենքերը ցուցադրել են մեր վերջին տարիներին ձեռք բերված զենքերը կա որոշակի ժամկետ մայիսի 28-ին լինելու է աշակերտ թե չէ Եթե ասել է ուրեմն ցուցադրվել են պաշտոնական հայտարարություն եւ տեղեկատվություն դրա մասին կտրվել Պարոն Պապիկյան Խոսքը վերաբերում է հաշվետվությանը մեր հասարակությանը թե 2022 թվականից հետո ինչ միջոցներ ենք ձեռք բերել Պարոն նախարար 2021 թվականից ի վեր Ադրբեջանը ասում է որ Արցախը եղել է Ադրբեջանի տարած, երբևէ Հայաստանին չի պատկանել, այսինքն դուք օկուպանտ եք եղել։ Ես ձեր հարցին չեմ պատասխանում։ Պարոն նախարար 2021-ից ի վեր Ադրբեջանը Բայց ես Նարեկի Հայաստանի հարցին էի պատասխանում։ դիրք է կառուցել է։ Ոչ չի կառուցել։ Այսինքն Հայաստանի ինքնաշխան տարածքում ադրբեջանական ոչ մի դիրք չի։ Ոչ, հերքում եմ, եւս մի անգամ հերքում եմ։ Այսինքն այն տարածքները, որ Ադրբեջանը Ես այլ բան չեմ ասում։ Ես այլ բան չեմ ասում։ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցվել։ 21-ից ի վեր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, թե իր երկրի տարածքում Ադրբեջանը առհասարակ իր տարածքում կառուցել է, մենք էլ ենք կառուցում։ Որ օկուպացրել է 21-ից հետո որևէ հատվածում ինժեներական աշխատանք արել է Ադրբեջանը։ Ոչ, խոսքը դրա մասին չի։ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ ձեր նշած անձնավորությունը պնդել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք է կառուցվել։ Ես դա հերքել եմ, համեցեք։ Դուք հերքում եք Պարոն նախարար, նույնիսկ պարոն Թորոսյանի հրապարակած այդ քարտեզում խորհրդային թվականների էլի ստուգումները ցույց են տալիս, որ այդ ադրբեջանական դիրքի մի մասը Հայաստանի Նարեկ ջան, Հանրապետության դա չի համապատասխանում իրականությանը։ Ես իդեպ ցավում եմ, որ ֆակտորը զբաղվում է նմանատիպ մանիպուլյացիայով։ Պլանետ հարթակի Ես եւ ներողություն մենք այդ պարոն Թորոսյանի հրապարակած խորհրդային տարիների քարտեզը եւ պլանետը համեմատել ենք իրար հետ եւ Բայց դրա համեմատությունը ինչ կապ ունի իրականության հետ, հարգելիս։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը եւս մի անգամ հայտարարում է նման տեղեկատվությունը իրականության չի անում։ Ես խնդրում եմ սա ընդունել ի գիտություն։ Այլ հատվածներ Այդ թվում նաև քաղաքական կուսակցությունների մաս կազմող լրագրողներին կամ քաղաքական դիրքորոշում ունեցող լրագրողներին։ Դա ձեր չի վերաբերում։ Ուրիշ հատվածներում եւս տարածքներ օկուպացվել է ադրբեջանական դիրքեր։ Դիմաց ծնողները բողոքի ակցիային իրականացնում, նրանք պահանջում են, որ նույն տարեթվում ծնված երեխաները, ովքեր սովորել են նույն դասարանում, ծառային համապատասխանաբար 1.5 տարի ժամկետով։ Նման քննարկումներ պատրաստում եք իրականացնել։ Ոչ, նման քննարկումներ չենք պատրաստում, որովհետև Պաշտպանության նախարարությունը օրենքը ընդունելիս հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով, ասելով, որ դրա տակ կան հաշվարկներ։ Այսինքն դա միայն բարի ցանկություններով չի։ Ես կուզեմ, որ բոլորը կարողանան ավելի շուտ վերադառնան իրենց տուն, շատ արձակուրդ գնան, բայց մեր երկրի անվտանգությունը դա թույլ չի տալիս։ Պարոն նախարար, ինչու չեք ասում Հայաստանի օկուպացված մյուս տարածքներում կան ադրբեջանական Կան որ Սյունիքի Տավուշի դիրքերում դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշը հեռացվել է։ Ունեք նման Ավելի ով է դա ցույց ասի։ գրել են Որ դրոշն է հեռացվել։ Հայաստանի Հանրապետության դրոշ։ Որտեղ է դրոշը եղել, որտեղ պիտի պարտադիր դրոշը։ Դիրքերում եղել են դրոշ, ասում են որ Հայաստանի տարածքում դիրքերում չկա, բայց դիմացի Հարգելիներս, ես խնդրում եմ անհեթեթ մանիպուլյացիաներին տուրք մի տվեք։ Ուղղակի հորդորում եմ, որովհետև սա զգայուն թեմա է սահմանը, մեր հասարակությունը ձեզ լուրջ է վերաբերում։
ու ձեր ցանկացած գրածին լուրջ է անցալում ձեր ցանկացած գրածը։ Մի արեք այնպես, որ մարդիկ հանիրավի անհանգստանան։ Չկա որևէ անհանգստության առիթ։